Մանուկյան 24-ից հարցը ցանկացած օգտագործի պատասխանել, չնայած դուք նշում եք, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների ճանապարհով եք գնում, բայց մասնավորապես սոցիալական հարթակներում են գովազդները, որոնք տարածում են, ես հիմա չգիտեմ, դուք հնարավոր է հետքեք, որ նրանց սկզբնաղբյուրը դուք չեք, բայց այդուհանդերձ մեր իշխանական լրատվամիջոցները, տելեգրամյան ալիքները տարածում են այնպիսի գովազդներ, որտեղ օրինակ ընտրելով Կարեն Սիմոնյանին, ընտրում ես Ռոբերտ Քոչարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ընտրում ես Սերժ Սարգսյանին, կամ ընտրելով Սարիկին ներողություն, ընտրելով Ռուբենին։ Դու ես քաղաքացիական պայմանագրերին ճիշտ ես անում։ Չէ, ես չեմ ընտրել իրավունք չունեմ։ Ընտրելով Ռուբեն Մխիթարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին ու թիրախավորելով, ինչպես դուք նշեցիք, ձեզ թիրախավորել է թեկնածուներից մեկը, հիմա դուք թիրախավորում եք ընդհանրապես մեկ անձի։ Արգելի լրագրող, եթե մենք ասում ենք, ես կարող եմ հաստատել, որ այո, այդ գովազդները, որը կա, հեռուստաեթերում էլ է պատտվում եւ դա վճարովի հիմունքներով է նախընտրական քարոզչության ընթացքում։ Այսինքն, եթե մենք Մարտուն Գրիգորյանին ասում ենք Սերժ Սարգսյանի падգամավոր, դա թիրախավորում է, դա իրողություն է, որը կա ազգերի ժողովում։ Պատիվ ունեմ խմբակցության, падգամավոր է, դա թիրախավորում է։ Չէ, հատուկ շեշտում, բայց Մարտուն Գրիգորյանը ստեղ որպես Մարտուն Գրիգորյան տեխնացու է։ Բայց այնուամենայնիվ իր քաղաքական պատկանելություն, դա նույն բանն է, որ ասեք Սարիկինյանը քաղաքացիական պայմանագրից չէ։ Եթե Կարեն Սիմոնյանի կողքին ներկայացված են այնպիսի մարդիկ, ինչպիսին Անդրանիկ Թևանյանը, որը Հայաստան դաշինքից է, դա միթե պիտակավորում է, եւ Վարդան Ղուկասյանը առավոտվանից երեկո գովում է երկրորդ նախագահին, որպես Աստված։ Այսինքն դա միթե թիրախավորում է։ Երբ Ռուբեն Մխիթարյանի ասուրիսը կազմակերպում է հանրապետականի երիթևը, դա միթե թիրախավորում է։ Մենք պարզապես իրերը կոչում ենք իրենց անուններով։ Եթե հայկական մի տանը թիրախավորել է, ալում թիրախավորում։ Ես կարող եմ, եթե տեխնացուները հրապարակային հայտարարեն, որ իրենց ասոցիացումը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ իրենց վիրավորում է, մենք կմտածենք ինչ անենք, բայց կարծես թե չեն վիրավորվում։ Բայց չթողեցիք իմ հարցը հավատը ներողությունների, ես շատ կուզենայի իհարկե պարոն Մինասյանը այստեղ ներ, քանի որ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սարիկ Մինասյանը իր կնոջը գրանցել է որպես միայնակ մայր եւ իր կինը նպաստել։ Ես բացառում եմ, որ պարոն Մինասյանը ինչ-որ հակաօրինական գործողություն իրականացրած լինի, բայց վստահ եմ, որ այս հարցը հնարավորություն կունենանք պարոն Մինասյանի տալ, եթե հրապարակային հնչեցրել եք, մամլոխոսնակը հրապարակային այսօր կպատասխանի։ Տեսեք, այս պահին է, համացանցում տեսանյութեր են հրապարակվում եւ ցուցադրվում են կադրեր, որտեղ իրականացվում է խճապատում, փողոցների հարթեցման աշխատանքներ եւ սա վերագրում են որպես ձեր իշխանական տեխնացուի կամ ձեր կուսակցությանը որպես ընտրակաշառք, ինչպես կարձականքեք։ Քաղաքապետարանի բնակոմունալ բաժինը բնականոն աշխատանքներ է իրականացնում, կարող եք հարցում ուղարկել եւ նշվել եւ պարզաբանող տևի, թե որ փողոցում ինչ աշխատանք է իրականացվում։ Իսկ եթե դուք տեղեկություն ունեք, որ այդ գործողությունները իրականացվում են իշխանական տեխնացուի կողմից, հորդորում եմ ձեզ եւս հաղորդում տալ հանցագործության մասին։ Այսինքն չեք ընդունում, որ սա արվում է հենց Սարիկ Մինասյանին քվեապահով։ Ես ասում եմ, գործողությունները բնականոն Գյումրիում, լուսավորության, աղբահանության, փողոցաշինության հետ կապված ընթանում է։ Նույն բանն է, որ ասեք առավոտ քաղաքապետարանը աղբը թափել էր։ Կարող է դա ընտրակաշառք է։ Դրա համար ձեզ են նաև մեղադրում, թե ձեր լուսավորությունը, ձեր խճապատումը, Սարիկ Մինասյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար եւ պարզվել է, որ ինչ-որ կուտակված լամպեր են եղել, լույսեր են եղել, որ քաղաքում ամրացված չեն եղել։ Հարց հիմա ինչու։ Այդ հարցը ձեզ չեմ ուղղում։ Հարցնում եմ, թե ինչու։ Այսինքն, եթե մարդը իր պաշտոնավարման ընթացքում գործ արել, դա նշանակում է նախընտրական կաշառք է։ Բա որ պարտականությունները չկատարել, կարող եք, չէ՞, որպես լրագրող պաշտոնական անգործության մասով հաղորդում տալ։ Այսինքն, սա դուք վերագրում եք որպես եթե քաղաքապետարանի գործողությունները կարգավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով, այսինքն այն հիմնական լիազորությունները, որը համայնքապետը ունի։ Շնորհակալություն թույլ տամ գործընկերները խոսել, ինչպես գիտեք, ես ամեն կարող եմ խոսել։ Ես այս թեմայով շարունակեմ, տեսեք, երբ պարոն Մինասյանը նշանակվեց Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իր լիազորություններից բխող բոլոր գործառույթները ինքը փորձեց կարճ ժամանակահատվածում իրականացնել։ Իդեպ մեզ շատ էին դիմում քաղաքացիներ, որոնք դժգոհում էին, որ իրենց փողոցները ցեխոտ են, ասֆալտապատ չեն եւ այլն։ Քանի որ ձմեռ էր եւ հնարավորություն չկար ասֆալտապատում իրականացնելու, ապա փողոցները խճապատվել են։ Եվ դա եղել է այն ժամանակահատվածում, երբ պարոն Մինասյանը իր լիազորություններն էր
իրականացրել։ Դուք կարող եք նաև ստուգել եւ Պարմինասյանի Facebook-յան էջը եւ նաև Գյումրու համայնքապետարանի էջը, երբ որ մեկնարկել է Քարոզ Արշավը, որևէ նմանատիպ տեսանյութ նույնիսկ համայնքապետարանի էջում չի հայտնվել եւ այն բոլոր տեսանյութերը, որոնք վերաբերել են այս կամ այն ճանապարհահատվածի խճապատմանը, դա եղել է իր պաշտոնավարման ընթացքում։ Նույնիսկ ելի եմ կրկնում համայնքապետարանի էջում այս պահին տեսանյութերը Վարչական ռեսուրսը նման որևէ հրապարակում չի եղել։ իրականացվում պարկերի Ինչու հենց հիմա սպասեք ընտրությունից։ Ներողություն, կոմունալ ծառայությունը շարունակում է իր լիազորությունները։ Պարոն Մինասյանը այս պահին գտնվում է արձակուրդում, բայց քաղաքապետարանը իր բոլոր ենթակառուցվածքներով, բաժիններով շարունակում է աշխատել։ Գյումրիում կյանքը չի կարող կանգ առնել։ Սպասարկում է Գյումրու։ Բայց եթե Գյումրիում բնակվեք եւ առավոտյան արտանայիք, բարձվել, որ աղբա խրում է։ Աղբը թափելը մի բան է, ասֆալտը, որը շատ Բայց կոնկրետային է, այլ նույնպես բան է։ հաստատ գործողություն է։ Այսինքն նախ Ես չեմ չի կարող ասել, որ անել։ եթե մեր հարգելի լրագրող եւ շատ սիրելի Սանթենիկը գիտի նման տվյալներ, թող ասել եկել է տևողականին։ Որտեղ չի բացառում ինչ-որ մարդ ինչ-որ խճապատում անի, վերակի Ակնհայտ է, չէ՞ որ գործող քաղաքապետը Մենք ակնհայտ առավելություն ունի։ միշտ առավելություն ունենք, որտեղ մեր վարկանիշը բարձր է։ Չէ, Դա պարզ է։ որպես պարսոնյա նկատում։ Ներողություն, ինչ պիտի անել այս դեպքում համանքի ղեկավարի պաշտոնակատարը փակվեր սենյակում ու ոչինչ չաներ։ Իրեն նման շեյքավորներ են ունեցել ախոնդությունների, եկեք բարբանեք։ Ես ներողություն մի հաշվին Բաղդասարյան նշեցիք, որ գյումրեցիներին բաժանել են ինչ-որ հատվածների տարբեր ձևակերպումներով, բայց նաև կան հրապարակումներ եւ ելույթներ հրապարակային, որ գյումրեցիներին ուղղակիորեն անվանում են, այսինքն ազգային պատկանելիության ինքնով նաև հրախավորումներ կան, սա իր մեջ ինչ ռիսկեր է պարունակում եւ ինչու Գյումրու քաղաքապետի իմ ընտրությունները վերածվեց այդպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարթակից, դա ինչ ռիսկեր է եղել պարունակում եւ կա նաեւ տեխնազու ու նախընտրական երկը հենց Գյումրին չեն տա թուրքերին, ինչ այդպիսի ձևակերպումներ ունի, սա ինչ երևույթ է, ինչ նոր տեխնոլոգիա է։ Դե ցանկացած խտրականություն ազգային պատկանելիության քիմիկական միտակավորման պարզ է, որ շատ պարսավերի երևույթ է։ Ինչու այսպես եւ ինչու նման խոսույթով են առաջ գալիս, որովհետեւ կարծում եմ, որ անպատժելիությունը կարող է լինել միշտ եւ ամենուր, բայց ես վստահեցնում եմ, այդպես չի կարող լինել։ Եվ գյումրեցիների որևէ կերպ անվանալ կերպ պիտակավորել, մենք թույլ չենք տալու։ Եվ թույլ չենք տալու ոչ թե քաղաքական ուժի իմաստով, այլ թույլ չենք տալու գյումրեցիները, որտեղ ես Գյումրիում ծնվել եմ, Գյումրիում ապրել եմ, իմ երեխան Գյումրիում ապրում է, եւ ես այստեղ շարունակելու եմ իմ գործունեությունը։ Եվ ես էլ եմ ասում, ցանկացած խոսույթ, որը կա եւ որը փորձում է քաղաքական բառամթերքը տեղափոխել այլ դաշտ, չի կարող երկար հեռանկար ունենալ։ Տարբեր տեխնացուների մոտից լսել եմ այդ բնորոշումները, ուզում եմ հիշեցնել իրենք, որ գնում էին Ղարսի եւ Ղարսի քաղաքապետի հետ հանդիպում էին, այդ մասով ինչ կասեմ։ Լրագրող եք, ուսումնասիրեք, հիշեք, գտեք։